Գիշերը մնացել ենք ազատության հրապարակում։ Այս օրերի ընթացքում, երկու օրերի ընթացքում ամբողջ Facebook-ում սպառնալիքներ են։ Շահինից հեռու մնացեք, նամակներ, անձնական նամակներ երեխեքին հեսացներ են։ Բացի դրանից կան սպառնալիքներ։ Ուրեմն այսօր օրինակ տարածել է ինֆորմացիա, որ ազատության հրապարակում կրապոստոն են եղել։ Չէ, բնակարաբար ծիծաղելի է, չէ անում են հատուկ կան, որ մարդիկ վախենան։ Ամբողջ օրը Ռոբին ասենք, Ռոբն ամբողջ օրը օպերայում ա եղել, նման բան չի եղել, բայց այդ ժամանակ երբ որ ինֆորմացիան տարածվել ես էլ եմ, նման բան չի եղել։ Ստեղ։ Այգիտեմ։ Ուզը եշե է տամատ ինձ պատահավոր եշե։ Շորդ ուրեմն բոլորով չգնացին կառավարություն, որովհետև ինչ գնան կանգնենք ու նամակսկի չտանել մեզ։ Հիմա լասում ենք երկրորդ պահանջը։ Մեջ վերում եմ անում Արտուրի նամակից։ Չմասնավորեցնելով գործով անօրինական գործողությունների փաստական հանգամանքները գտնում եմ, որ բոլոր գործողությունները թե այդ Հակոբյանի և թե դատավոր Մկրտչյանի կողմից ապօրինի են, չեն բխում ՀՀ օրենքից, ինչպես նաև հաշվի չառնելով իմ առողջական ծանր վիճակը հայտարարում եմ հացադուլ։ Հայտարարում եմ նաև, որ իմ հետագա առողջական էլ ավելի վատթարացման դեպքում մեղավոր ճանաչել այդ Հակոբյանին և Ա. Մկրտչյանին, քանի որ նրանք իրենց գործողություններով դրդեցին ինձ այս քայլին, հաց բերով։ Պահանջում ենք այդ Հակոբյանի և այդ Ա. Մկրտչյանի նկատմամբ հարուցել քրեական գործեր։ Աշխատանքից հեռացնել, կամ չգիտեմ ոնց են ձևակերպում, Հայաստանի Հանրապետության Արտարադատության նախարարին և դատախազին։ Պահանջում ենք, պահանջում ենք, պահանջում ենք, պահանջում ենք, պահանջում ենք։ Արտուր, 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 Արտուր։ Դատավորի նկատմամբ։ Հետ հլավչիկները հետ անցի։ Արտուր, Արտուր։ Ժորդ հանգստացեք, մի բացեք ճանապարհը։ Մի բացեք։ Շահեր, Ժորդին հանգիստ, հանգիստ։ Դե հմի հետ գնա։ Շահեր, դուք եք եղավ Ժորդին հետ։ Մեծ փողոց փաստացու չէ։ Հա, ինչ է։ Հա, ինչ է։ Ոչ բան, բրտում են։ Հանգիստ։
ասենք։ Մի փոքր հետ գնացի։ Երթեք անում, խնդիր չկարեք, ճանապարհը ազատեք։ Ես հիմա ուժ եմ կիրառելու օրենքով նախատեսված եւ կա խախտողներին հերման ենթարկեմ, այնուհետեւ պատասխանատվության։ Խնդիր չկա, մենք հիմա երթեք ապահովենք արգելիներս։ Ես ձեզ խնդրում եմ բոլորին, արգելի շահեր եւ բոլոր քաղաքացիներին։ Եթե նման բան պետքա կրկնվի այն ինչ որ արեցիք եւ տեղի ունեցավ, մենք ստիպ դուք կարող եք ձեր պահանջը իրավունքներն ադիզել, բայց օրենքի սահմաններում արեք։ Դուք անհամաչափ սահմանափակել եք քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Ոչ մեկի կյանքի անկարգություններ են։ Երթի ընթացքում որևէ բան լինի, նշանակի դուք Քիկավորյալ բախում եք ստեղծում ոստիկանության հետ։ Դուք նկատին եք ժողովուրդը, դուք։ Տեղը չէ, չի մասը։ Ուր այդ կինը։ Որովհետև բայրենի է։ Ցույց են կոտրել։ Ես իրա կողքն էի կանգնած, ոստիկանները երբ որ հրացին, ինքը ընկավ ու ոստիկանները շարունակում էին հրել ու նրա վրա մի քանի մարդ ընկավ, հետևաբար ուսը ջարդվեց, հա։ Հիմա ինքը հիվանդանոց է տեղափոխվել։ Ինձ տեղեկացրեցին, որ շտապօգնության մեքենայով հա իրան տեղափոխում են հիվանդանոց։ Մեքենայի գծով պահեք։ Ես ձեզ առաջարկում։ Պարոն Օսման, եկեք ցույց տամ։ Պարոն Օսման, եկեք ցույց տամ։ Ոչ, ես ձեզ ցույց եմ տվել, եք բան ցույց տամ։ Եկեք ստե Դատախազ, հեռացիր, դատախազ, հեռացիր։ Հիմա հստակ կոչ ես դատախազի։
Քանի դեռ այսքան է։ Ձեզից խոսքով պահանջում ենք հեռացեք։ Հանկարծ մի օր շատանանք, դուք մեր պահանջը չկատարեք, ստիպելով հեռացնելու ենք ձեզ այդտեղից։ Ու արդեն պատասխանատվության ենք ենթարկելու ձեզ։ Պարոն Օսիպյան, ethnic արդարադատության նախարարություն Դու տալիք եք գնանք, թե։ Ոնց որ դատախազության մոտ կոչ արեցինք, շարժվեցինք, այնտեղ կոչ անում Մի խումբ եք թողում, հա։ Նորից նույն խոսակցությունն ա լինել եկից որ անցած անգամվա։ Տեսակ կոչ արեցինք նորմալ, շարժվեցինք։ Գնում ենք այնտեղ սա կողմերից փակեք, դա մեզ չի խանգարում։ Կոչեր անում ենք, շարժվում ենք։ Ես ես առաջարկում եմ, եթե որևէ բան կատարածած։ Պարոն Օսիպյան, հենց հասկով եք նայում, այստեղ ումա հասկանում եք մեր ասածը։ Եկել ենք մեր նամակի պատասխանը ստանալ։ Դիմացի կանգնած։ Բայց այդ մարդը ասաց, եկեք պատասխանը ստացեք, եկել էին դեր կոորդինատները նշել են։ Չասել ենք ՀՀ քաղաքացիներ, դուք էլ ասեցիք նշեք, ասի չէ, ՀՀ քաղաքացիներ, ասեցիք, բա ոնց է այս մարդը պատասխան տալու, ասի վաղը գալու ենք։ Եկել ենք։ Դուք եք ներկա եղեք, դուք ազնվություն ունեցեք ու ասեք, ներկա եք, չէ՞ որ այդ մարդը ասել եկեք ստացեք։ Այո, ես այստեղ եմ եղել։ Ասել Ես իրավասու չեմ այդ ազնվորությանը, ասեմ արի հարգելի վարչապետի օգնական մոտեցի։ Իրավասություն չունեք։ Խնդիր չկա։ Խնդիր չկա, պարոն Օսիպյան։ Ժորդ, այդ մարդուն 5 րոպե ժամանակ եմ տվել որ գա ու պատասխան տա։ Հիշում եք չէ՞ ասես վաղ գա կստանա։ Որ պարոն Օսիպյան ասես այո, ես էլ եմ հիշում։ Հաստորեն խափում են մեզ։ Կառավարությունը քաղաքացիներին խափում է։ Եկեք կանչեք։ Չէ, 5 րոպե ժամանակ ենք տվել։ Եթե չեք օգնել քայլեր ենք իրականացնելու։ Մեզ կանչեցին վաղը, այսինքն այսօր։ Ասեցին արի պատասխան ստացի լրություն։ Եկանք չեն տվել, նստում ենք, մինչև գան։ Այո։ Թացա ոչինչ, նստում ենք, թացա։ Թացում ենք։ Նստեք։ Постоит рядом. Առաջարկում եմ ձեզ, վերկենակ, հալ երթով գնաք ազատության հրապարակ, շարունակեք ձեր երթը, այնուհետև եթե նստածից եկան, այնտեղ Բայց եկել ենք պատասխան ստանալու, կանչել է մեզ։ Կառավարության բարձրաստիճան անդամը վարչապետի օգնականը մեզ կանչել է։ Հետո ասում եք հարգեք։ Հանգամանքներ կա, որ ոչ պարոն Օսիպյանը, ոչ Շահեն դուք եւ որևէ Հարգեն այսքան մարդ քաղաքացիներ եք։ Հարգելիներ։ Լավ, պարոն Օսիպյան։ Շորտ, հասկանանք, որ պարոն Օսիպյանը ոչինչ չի կարող անել այս հարցի շուրջ, հիշում եք, չէ՞, 5 րոպե տվեցին նստած ժամանակ։ Խնդրում եմ ոտքի կանգնեք։ Չէ, հեսա եք ստորը, բայց ավելի կանգնենք երթ անել դեպի ազատության հրապարակ, կարգավորեք մեր երթի ընթացքը։ Նստեք, գծով։ Վարակներից նստեք։ Շային նստի, պասի շայնի կողքը, շային նստի։ Գծով, բոլորդ նստեք։ Հարգելիներս, խնդրում եմ ազատել։ Նստեք, Ժորդ, ես նստում
Չեք բրթում։ Ամոթ չեք անում արա։ Չեք անում, եք բրթում։ Բարություն արեք բրնելու։ Պարոն Օսիպյան, կխնդրեի հենց հիմա ներկայանայիք ստեղ։ Այո։ Շային թողեք։ Պարոն Օսիպյան, հենց հիմա ստեղ ներկայացեք։ Ոստիկանների պատասխանատուն մոտ են այստեղ։ Շայինը ստեղ հիմա։ Շայինը տարել են։ Շահեն, 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 Շայնի զանգ ելեք ինչ-որ մեկ։ Նորից ասեք, նորից բացախոսում բացեք։ Զանգեք միած շայն։ Պարոն Օսիպյան։ Մեկ տարի շան։ Պարոն Օսիպյան։ Տիկին Ռոզան։ Վերեմ մեր Օսիպյան ուրա։ Ոչ մեկ Շայնը ուրա։ Արեք, ոստիկանին հարվածել է։ Ո՞վ է։ Արմատի շորթան է։ Մարդու գլխին մի զարք է, ոչ մեկ ինչի
Հերիքամես քաղ բանտարկյալները Օսիպյան մի սարքի։ Վաղը վեցին օպերա։ Վաղը վեցին օպերա։ Վաղը վեցին օպերա։ Վարչապետի օգնականի ջնաբոջ կառավարությունից, որպեսզի դեր կանգնեն իրենց խոսքին։ Երեք մոտ 1000 քաղաքացու խոստացան, որ գարով այստեղ մենք կստանանք մեր պատասխանը։ Եկել ենք, ոչ ոք անգամ մեզ չի մոտենում։ Հիշեցնում, որ մեր պահանջագիրը եղել է հետևյալ բնույթի։ Մենք քաղաքացիներս պահանջում ենք Արտուր Սարգսյանին ուղարկավորել Երևանուհի Պանթեոնով։ Սա է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ցանկությունն է։ Ալա, գրկեցի, քանեցի, ալա։ Վաղը վեցին օպերա։ Վաղը վեցին օպերա։ Հանգիստ գալիս եմ։ Ձերս մենակ մի ճատ։ Արեք, էսկով, ընդ մեքենան։ Ոստիկաներ շփակ ասեք, հանգիստ, ոստիկաներ, հանգիստ, սադրակներին է գնացեք, կանգնեք նոր։ Բարոնոսի, Ինչա պատայել ոստիկաներ հետ, հանգիստ, մնացեք կանգնած, մնացեք կանգնած, ձեր շավը տանակ, նորմալ չեն կրվում, չեն կրվում, Մենք չեն կարող Հանրապետության վերաբերող այլևս, ճիշտեցինք այդ նամակը Հայկ Զորագյանի մոտ է, այդ Խային Կարապետյանի տեղակալի մոտ է։ Մենք մեր գործողությունները որտեղ որանենք, նա պարտավոր է գա հենց այնտեղ մեր հարցերին պատասխան։ Ճիշտ որոշում է, չէ՞։ Բոլոր քաչշուկների հետ ընթացքում, որ ժողովրդին հետ ոչ են կարել, բաղը վերցին, ապաստել օպերայով։